Ռոսսելխոզնաձորը դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը Ռուսաստան արտահանման համար ծաղիկների սերտիֆիկացումը դադարեցնելու խնդրանքով։ Բուսասանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը, ընդ որում արտադրանքի արտաքին բնութագրերը եւ փաթեթավորումը նույնական է նախկինում Հայաստանից ներկրվողին։ Ռոսսելխոզնաձորն ավելի վաղ տեղեկացրել էր Իրանին հայկական ծաղկային արտադրանքի նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումների մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ 2026 թվականի մայիսի 22-ից Ռոսսելխոզնաձորն արգելել է Ռուսաստան ներմուծել ծաղիկներ, որոնց առաքման եւ ծագման վայրը Հայաստանն է։ Ռոսսելխոզնաձորը նաեւ ժամանակավորապես սահմանափակել է թուրքական 5 արտահանողից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան։ Որոշման մեջ նշված է, որ Թուրքիայից Ռուսաստան ներմուծվող կորիզավոր մրգերի խմբաքանակներում պարբերաբար հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային համարվող վնասակար տարրեր։ Արդեն 6-րդ օրն անընդմեջ Միացյալ Նահանգները եւ Իրանը փոխադարձ են հասցնում։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածների նպատակն է թուլացնել երկրի ռազմական ներուժը։ Բացի այդ, ամերիկացի զինծառայողները բարձրացել են Օմանի ծոցում նավթատարի վրա, որը փորձել է խախտել Իրանի ծովային շրջափակումը։ Ըստ իրանական ԶԼՄ-ների Միացյալ Նահանգները թիրախավորել է երկրի քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում կամուրջներ, երկաթուղային կայարան եւ օդանավակայան։ Հաղորդվում է զոհերի եւ վիրավորների մասին։ Իրանն էլ հարվածել է տարածաշրջանում ամերիկյան բազաներին։ Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է գործարք կնքել Վաշինգտոնի հետ։ Իրանի արտգործնախարարն էլ մեղադրել է Միացյալ Նահանգներին դիվանագիտությանը դավաճանելու եւ ավելի վաղ ստորագրված փոխմրցման հուշագիրը խախտելու համար։ Աբբաս Արաղչին հորդորել է տարածաշրջանի երկրներին թույլ չտալ ԱՄՆ-ին օգտագործել այնտեղ տեղակայված բազաները Իսլամական Հանրապետության տարածքը թիրախավորելու համար։ Մոսկվան հերքել է ԱՄՆ-ում ընտրական գործընթացներին միջամտելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի մեղադրանքները։ Կրեմլի խոսնակը նշել է, որ ԱՄՆ նախագահը վկայակոչում է չապացուցված տեղեկատվություն։ Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ում կատարված հետաքննությունները վկայում են, որ Մոսկվան որևէ կերպ չի ազդել ամերիկյան ընտրությունների վրա։ ԱՄՆ-ում նոյեմբերին նախատեսված կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ Թրամփը հայտարարել էր ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին։ ԱՄՆ-ի հակառակորդները, այդ թվում առնվազն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը եւ Հյուսիսային Կորեան ունեն ԱՄՆ-ի ընտրական ենթակառուցվածքին վնաս հասցնելու հնարավորություններ, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը հավելել է, որ Չինաստանն ապօրինաբար հասանելիություն է ստացել ամերիկացի 220 միլիոն ընտրողի տվյալների եւ փորձել է խանգարել իր վերընտրվելուն։ Նա պնդել է, որ Պեկինը փորձել է ազդել նաեւ 2020 թվականի ընտրությունների արդյունքների վրա։ Չինական կողմը եւս հերքում է Սպիտակ տան մեղադրանքները։ Էնդրյու Մյուրեյ Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցությունը։ Առաջիկա օրերին համայնքների պալատում մեծամասնություն ունեցող լեյբորիստների ղեկավարը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը փոխարինելով Քիր Սթարմերին։ Բըրնհեմը նախարարի պաշտոններ է զբաղեցրել վարչապետներ Թոնի Բլերի եւ Գորդոն Բրաունի կառավարություններում, ինչպես նաեւ 2 անգամ պայքարել է լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար։ Դիանա Գասպարյան, լուրեր։